կապված խնդիր է, մարդու առողջության հետ կապված խնդիր է։ Եվ միջև տեղադրելու գործողությանը հասնել եմ, մենք այստեղ բարձրախոսով եւս հայտարարեցինք, որ եթե որևէ առարկություն ունեն, խնդրեմ տա ներկայացնեն առարկությունը։ Հիմնավորեմ, թե ինչու բարձրախոսով հայտարարեցինք եւ ինչու առարկությունները խնդրեցինք այստեղ տալ, քանի որ մեր բոլոր գործողությունները բաց են եւ թափանցիկ, քանի որ պահանջը հանրային պահանջ է եւ քանի որ արդեն 18-րդ օրն է նստածույցի, ընդ որում շուրջօրյա նստածույցի, կարծում եմ բարոյականության եւ օրենքների սահմաններում է, որ ինչ-որ մեկը չզլանա, դուրս գա իր սենյակից, իջնի ներքև եւ ներկայացնի առարկությունները, եթե այդպիսի կա։ Հիմա քիչ անց, երբ որ կլրանա 15 րոպեն, մենք եւս մեկ անգամ խնդրենք առարկություններ ներկայացնել, բացի այն, որ գրավոր ներկայացված է մեր հավանած տեղադրելու հարցը, իրազեկված են, եւս մեկ անգամ կտեղեկացնենք, խնդրենք շատ շտապ արձագանքել, եթե չլինի արձագանք առարկությունների հետ կապված, կհամարենք, որ առարկություններ չունեն եւ կանցնենք հավանոցը տեղադրելու գործողություններին։ Այնուհետեւ ձեզնից խորհուրդ կհարցնենք, թե որտեղ ավելի ճիշտ կլինի տեղադրել հավանոցը։ Ես միանգամից ասեմ, մենք թույլ չենք տալու, քանի որ չունենք լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվություն։ Դրա համար, որպեսզի մենք ցանկություն չունենք, ես խանդատ անձնեջ դա կրկնել եմ, մենք ցանկություն չունենք, ոստիկանությունը, բոլորի ոստիկանությունը չի անջատում ակտիվիստ, քաղաքացի կամ եւ այլ։ Դա այդպես չի։ Մենք կանգնած ենք յուրաքանչյուր քաղաքացու կողքին, դրա համար իմ խնդրանքն նորից եմ կրկնում, հարգելի Վահագ ջան, փորձեք դուք օրինական ճանապարհով հասնեք այդ հովանոցի տեղադրմանը։ Մենք ձեզ թույլ չենք տալու, ես ձեզ նշում եմ ինչ-ինչ պատճառներով թույլ չենք տալիս։ Վարչական իրավապաշտպանների վերաբերյալ օրենսգրքի 172 հոդվածի համաձայն այդ հոդվածը մեզ այլևս չի սպառնում։ Հիմա ես դա ասեմ։ Ներողություն թույլ կտաք, ես ժամանակը լրացել եմ, ես պարտավորվածություն ունեմ եւս մեկ անգամ։ Ակտիվիստ նստածից անող 3 ակտիվիստներն էլ այսքանի օրա 37.5 ջերմություն ունեն։ Այսինքն ինչ վերաբերում է մեր աջակիցներին եւս մեկ անգամ որպեսզի որևէ կերպ փորձեն մասնակցել հովանոցի տեղադրման գործողություններին։ Օրինական չէ։ Խնդրեմ հետևողական Օրինական չէ։ Ձեզ չի մտահոգում, որ քաղաքացիները 37.5 աստիճան ջերմություն։ Շատ է մտահոգում, շատ, եւ ես ինքս իմել եմ այս երիտասարդներին, նաեւ նույն Վահագին կոնկրետ առաջարկել եմ անգամ ծառայական մեքենայով գնանք Բուշկետ, որը հիմնարկ գնանք եւ երթարկի այնտեղ ինքը զամության բժշկական զամությանը հրաժարվեց։ Անգամ առաջարկել եմ այստեղ դեղորայքի միջոցով փորձել